Հունաստանի կյանքը շատ նման է Հայաստանի կյանքին։ Ամեն ինչը հեշտ չէ, բայց ժողովուրդը ավելի ազատ է, ավելի շփվող, ավելի ուրախ է։ Գերմանիա շատ ռոբոտային է կյանքը։ Տան մոմենտով վարձեր ամեն ինչը, Իսպանիա շատ վատ է։ Հա, իրանք մտածում որ Ամերիկա, Գերմանիա այս տալու ամեն ինչ կփոխվի, չէ։ Նույն բանն է։ Երևանի գները, մեկ որ կհամեմատեք, Գերմանիայի գներն են ամեն ինչը։ Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրն է Վահան Գրիգորյանը, ով ապրում է Հայաստանից դուրս արդեն 30 տարուց ավելի, եւ այսօր մեզ կպատմի իր ճանապարհը։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ, Վահան ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ ես։ Եկեք սկսենք եւ բարձենք, թե ինչպես եք հայտնվել Հունաստանում կամ ինչպես է եղել, որ որոշել եք դուրս գալ Հայաստանից։ Հա, Հայաստանից դուրս գալը ես չեմ որոշել, ընտանիքով ես փոքր եմ եղել, գնացել ենք Գերմանիա ընտանիքով ու Գերմանիայում դպրոց եմ գնացել, համալսարանում, այնտեղ համայրասախ մեծամասն կյանքս Գերմանիայում ապրել, այնտեղ եմ մեծացել, բայց ես միշտ ինձ լավ չեմ զգացել Գերմանիայի ժողովուրդը, կլիման ու ես կմտածեմ ամեն մարդ ուրիշ տպավորություն ունի, բայց իշքան է ապրես միշտ դու բան ես արտասահման ուրիշ ազգ ես այնտեղ։ Այնտեղ ծնված եղնից 100 տարի ապրես, էլի դու իրանք քեզի բան չեն ելնե, գերմանացու նման չեն վերաբերվի քեզի հետ։ Ու այդպես միշտ ես կմտածեմ ինչ համար Գերմանիա եմ, ինչ ենք ստեղ եկել, ինչ է լավը, ինչ է բան, լավ բաներ կան, վատ բաներ կան, բայց ես միշտ գիտեցել եմ որ Գերմանիա իմ տեղը չէ։ Այդպես երբ 2017 թվականին առաջ անգամ գնացի Իսպանիա, այնտեղ մենք լիքը բարեկամներ ծանոթներ ունենք ու այնտեղ ուրիշ ձև է կյանքը։ Ամեն ինչը հեշտ չէ, բայց ժողովուրդը ավելի ազատ է, ավելի շփվող, ավելի ուրախ է կյանքը։ Գերմանիա շատ ռոբոտային է կյանքը։ Եղանակից բացի ժողովուրդը շատ ամեն ինչը պլանավորած, ամեն ինչը շատ ռոբոտային ազգ է։ Լրիվ գերմանական ճշտապահությամբ։ Դե մարդկացիր է, հայկական որ կսեն Գերմանիայից լավ տեղ չկա, շատ բան է, բայց ես միշտ իմ խարակտերս, իմ ապրելու ստիլս չի համապատասխանել Գերմանիայի այդ սիստեմի բանին ու Իսպանիա ուրիշ տարբեր քաղաքներ եմ ապրել։ Գերմանիայի լիքը քաղաքներ փորձել եմ, ասեցի կարող քաղաքից է բան, բայց չէ, երկիրից է։ Քաղաքը փոխես նույն բանն է էլի։ Համբուրգից էստաս Ֆրանկֆուրտ, Բերլին, տարբերություն կա քիչ, բայց վերջում էլի նույն երկիրն է։ Ու Իսպանիա ուրիշ ձև է, դե ժողովուրդը հայերին ավելի նման, շփվող, շատ կսիրեն դուրս տալ, կյանքը այդպես սաղոր տան մեջը չէ, ինչ որ Գերմանիա։ Գերմանիա մենակ գործի տուն, շաբաթ կիրակի օրը 1000-ից 1 տեղը մեջ տալ, բայց շատ պլանավորած կյանք է ամեն ինչը։ Մյուս տարի հանգստանալու ուտեղ պետք է տաս, արդեն այս տարի պետք է պլանավորես։ Իսպանիայի այս վերջի տարիները են այդ խնդրեմ որ դե ամենտեղ թանկացել է ամեն ինչը, բայց տան մոմենտով վարձեր ամեն ինչը Իսպանիա շատ վատ է։ Ավելի թանկ, քան թե Գերմանիա։ Տուն գտնելը շատ դժվար է, եթե գտար վարձեր ավելի թանկ են, քան թե Գերմանիա ու աշխատավարձը մեծամասն ավելի վատ է, ավելի ցածր։ Քան թե Գերմանիա։ Իմ գործն էր որ կարող եմ կոմպյուտերից աշխատել, կուզեի մի հատ փորձել Հունաստանը, ինչ խստեղած կյանքը, ունդեղ Իսպանիայի հունացոնց հետ շատ շփվել եմ ու հայերին շատ նման են ազգը։ Իրանց ուտելիքը, մտածելու կերպը, ամեն ինչը ու այդպես նայեցի տան մոմենտով դե էլի էժան չէ, բայց համեմատած Գերմանիա ու Իսպանիա վարձերը էլի ոչինչ։ Բայց տեղած ապրողների համար թանկ է, ով որ հունական
գործ ունի, ստեղած կոնտրակտ ունի բանը, շատ հանգեցել է, բայց որ համեմատեմ այդ 3 երկիրները, կսեի որ Հունաստանի կյանքը շատ նման է Հայաստանի կյանքին։ Հա։ Ընդհանուր Հունաստանն էլ ոնց որ Հայաստանի տիպի երկիր լինի, չէ՞։ Հա, Իրանք ավելի տաքոտ։ Հայերը կարող է ասել ավելի ժխոր ազգ են, իրանք այս հունացիք մի քիչ իրանց այդ մոդիկնալը պես հեշտ չէ, ժամանակ պետք է, բայց անգլերեն եթե իրանց լեզուն չեմ խոսա, բայց անգլերենով կարող ես տեղ ապրես ու իրանք սիրեն սաղորը դուրս ելնել, կաֆե, ռեստորան, քեֆի, մուզիկայի, շատ բան ազգ են որ կենսուրախ։ Հա, ուրախ ազգ են, իրանք իշքան է կմտածես իրանք ինչը իրանք կապրին ստեղ, Հայաստանի նման, չէ, սա կսեն դժվար է բանան, բայց սաղորը դուսն են, սաղորը ռեստորաններ, կաֆեներ, հարսնիկ, կնունք, իրանք պես ազգ են ունացիք, հա։ Բայց իրենք են հայերի պես տես ինչ-որ ճոխ նշել, ամեն առիթի հավաքվել, այդ ձև են հավաքվում։ Հա, բայց հայերը ավելի շատ, հա։ Հետաքրքիր, բայց Հայաստան ավելի, կսեի որ ավելի ճոխ ամեն ինչը, հա։ Հա։ Հետաքրքիր որ ամեն անգամ ոնց որ ինչ-որ նոր արկածների հետևից եք գնում, երբևիցե մտածել եք, որ Հայաստան ինչ-որ մի քանի տարի էլ գնամ Հայաստանում ապրեմ, բացը լրացնեմ։ Հայաստան ապրել ճիշտ ասած պլաներ չունիմ, որտեղ Հայաստան մնալը երկար ժամանակ մի քիչ այդ աշխատելու մոմենտով հետո ստրախովկա Եվրոպայի մեջ հեշտ է։ Մի կարամ Պորտուգալիա էստամ, էլի նույն համարս կմնա հիվանդանոց մի բանը մեղնի, պրոբլեմատիկ չէ, բայց որ Եվրոպայից դուրս կուկաս, արդեն պետք է ուրիշ բաներ պլանավորես, այդ health insurance, ստրախովկա, չգիտեմ ինչ, ավելի բաներ պետք է պլանավորես, օրգանիզացիային ես, ու էլի ծախսեր գումարներ են։ Ոնց գտվա, դե 4-5 տարի չեմ եղել, բայց հիմա Հայաստան էլ Երևանում էլ տուն գտնել բարձր է, դժվար է։ Գտվա, չգիտեմ, այստեղ Հունաստան մի կենտրոնում լավ ռայոն 5-600 եվրով կարող ես տուն գտնես։ Ինձ գտվա Երևան նույն գներն են։ Ավելի էժան չի եղնի։ Հա։ Բացի որից էլ այս ծմերը Հայաստանում շատ ցուրտ է, չեմ սիրել։ Հա։ Ես չեմ սիրել ցուրտ տեղ, ծմերը եղել եմ մի անգամ Հայաստան, ու առաջ անգամ որ գնացի, չեմ սիրել այդ մառոզը -10 գրադուս բանը։ Ամառը հա, կուզենայինք մի քանի ամիսով գայ, կարող է մայիսից մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր, բայց Հայաստանի ծմերը դաժե Գերմանիա պես ցուրտ չի եղել Հայաստանի պես։ Հա։ Հունաստանը իսկական ձեր տեղն է, էլի։ Միջեժածովյան կլիման ներմա։ Օրսես հունվարը, փետրվարը համեմատած Հայաստան ու Գերմանիա լավ էր։ Հա, էլի պաղոտ է գիշերները, քամի է, բայց 5 գրադուս ամենա ցուրտը 5-4 գրադուս գիշերները։ Հա։ Բայց հեշտ է հարմարվում նոր երկիր եք գնում։ Ես հա, ես հարմարվի։ Ես սկզբից եկա մի ամսով նայ, ինչ է դուրս կուկա, լավ է, բանման ու դուրս եկա, ու ես ես մարդը մոտ շուտ կշփվի մարդկանց հեշտ։ Հա։ Կոնտակտներ բանկենեմ ու մինչև հիմա մնացել եմ ստեղ Հունաստան։ Գսեմ որ Հունաստան, եթե մարդ իր բիզնեսը ունենա կամ on-line աշխատի ուրիշ երկիրից, շատ լավ տեղ է, բայց եթե ստեղ հունացունց հետ խոսացել եմ, ստեղած էկոնոմիայով մարդ ապրի, շատ դժվար է։ Մանավանդ որ վարձ պրիմուց ես, բայց ստեղ դիտվա Հայաստանի նման, Իսպանիայի նման մեծամասն տուն ունին, վարձ չեն մուծե, էլի նորմալ է, ոչինչ, բայց եթե դու նորմալ աշխատից, ստեղած աշխատավարձերը համեմատած Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա շատ վատ են, 1000 եվրո, 900-800 եվրո, ու ծախսերը նույնն են, սուպերմարկետ, կաֆե, ռեստորաններ նույն գներն են, ինչ որ Բելգիա, Գերմանիա, շատ դժվար է։ Դա համար որ մտածով հայր կան, որ կմտածեն, էստամ Հունաստան, չէ։ Խորտ կուտամ ուրիշ տեղ էստա,
Եթե ծանոթներ ունին վարձպրիչում ուզեն սեզոնական կան, այդ կղզիներում աշխատին, փող հավաքեն, հա, բայց եթե պիտի գաս մենակ լեզուն սորվիս ու մեր նորմալ սովորական գործը մենես, ինձ գտվա Հայաստան մնալը ավելի ճիշտ է։ Հա, ըհը։ Այ որ Գերմանիա տեղափոխվեցիք, որ ասեցիք այդպես էլ չհարմարվեցիք։ Ինչն էր, որ ձեզ ոնց որ պակաս էր թվում, էլի։ Ինչն էր տարօրինակ։ Այդ գերմանական ճշտապահությունը հասկացանք, որ ռեժիմով, գրաֆիկով, հատուկ ամեն ինչը գծած, չափած։ Դե իմ ընտանիքս իրանք սա Գերմանիան, ես երբ ուզենամ, պրոբլեմ չկա, Տոմսկ կառնեմ, կարող եմ ետևից տամ Գերմանիա։ Հա։ Բացի դորից ընկերները, որ ունենաս, ամեն մարդ իր պլաները ունի ու չես կարող սպես հասարակ զանգես մի հատ հաց ուտելու ես տաս, մի հատ կոֆե խմելու կամ մի բան պլանով նախորդ պիտի 3-4 շաբաթ կամ 3-4 ամիս առաջ պլանավորես։ Ու ես պես մարդ չեմ, որ ամեն ինչը իմ ազատ ժամանակին պիտի պլանավորած եղնի ու հիմի մանավանդ ժողովուրդը շատ նեգատիվ է, ստեղ հունացիք աղքատ են, բայց ուրախ, շփիտով, իսպանացիք ավելի բան են, ավելի շփող, ավելի ուրախ, ավելի բարի ժողովուրդ, բայց գերմանացիք շատ նեգատիվ ու քանի կեշտա այդ սիտուացիան դաժե գերմանացիք փախնին իրանց երկիրից, ուրիշ երկին Դուբայ կեշտան, Թայլանդ, Բալի, Իսպանիա լիքն են, ստեղ է լիքը գերմանաց, այնքան լիքը գերմանացի, որ կան ստեղ Իրենք իրենցից փախնում են, էլի։ Հա, որտեվ այդ ինչքան այդ ատմոսֆերան լավը չէ, չեմ սաղ վադնեն, բայց հասարակ բաները, պոեզի մեջ մարդկանց հետ ինչ-որ իրար հետ կշփվին կամ խոսալը սուպերմարկետում, ստեղ որ էստաս, սաղ ռելաքս են, հանգիստ կսպասեն, մարդիկ խոսան, տելեֆոնը կտնեն, Գերմանիայում երկու վայրկյան դանդաղ բանեն ես, սաղ արդեն վրետ կխոսան, շուտ էրա, ժամանակ չկա, կամ ստրես կենեն ետևից, յանի շարժվի, շատ բան է, չգիտեմ ինչ բացատրեմ, բայց տարբերությունը շատ շուտ կզգաս։ Ենել Հայաստանից հետո մի անգամից ոնց որ աչք է գրավում, էլի իրանց հետ ռեժիմը։ Հա, ու դաժե գերմանացի կա, որ իրանք չեն սիրե իրանց այդ երկիրի այդ կուլտուրան, այդ պայվածքը, այդ ամեն ինչը ու իրանք ուրիշ երկիրներ կեստան։ Հա։ Այ բայց ի՞նչն էր լավ, որ ընթացքում միշտ ասում եք Իրանի Հայաստանում էս ձև լիներ, կոնկրետ Գերմանիայում, էլի։ Հա, դե Հայաստանը շուտվանից չեմ եղել, էլի փոխվել է, ինձ գտվա ավելի շատ 2021 թվին եմ եղել։ Ու ինձ գտվա եթե Հայաստան մարդ իր գործը ունենա, պերսպեկտիվ ունենա, շատ լավ տեղ է։ Բայց ինձ մեծամասն Հայաստան, ով որ դուրս չի գնացել ուրիշ երկիրներ, իրանք կմտածեն մենք փարադիզի մեջ ենք, բայց դիք սխալ է։ Որովհետև լիքը հայեր կան, որ եկել են, սորվելու ծանոթացել են բանման, քանի ամիսից հետո թողել գնացել են։ Հեշտ չէ, ամեն տեղն իր դժվարությունը կա, ու Հայաստան մեծամ հա, իրանք մտածեն որ Ամերիկա, Գերմանիա, այստեղ ամեն ինչ կփոխվի, չէ։ Նույն բանն է։ Էլի ռոբոտային գործ պիտի մանկա, դաժե ավելի դժվար, որովհետև քու երկիրը չէ, լեզուն չգիտես, ուրիշները կա դիսկրիմինացիա, բաներն են, ռասիզմուս, այդ բաներով առաջի անգամ ինչքան կոնֆրոնտացիա եղնից։ Լամար հիմա Հայաստանը շատ փոխվել է, IT մոմենտով, գործի մոմենտով շատ լավացել է։ Դրա համար ով որ շանս ունի Հայաստանում, ինձ գտվա ավելի լավ է, քան ստեյտալ ուրիշ տեղ։ Հա։ Այ որ 21 թվականին ասում եք եկել եք Հայաստան, կար ինչ որ այնպես մեծ փոփոխություն, որ դուք տեսակ, առերեսվեցիք ու զարմացաք, որ վաու, ասենք 92 թվականից այս կողմ հələ ինչքան բան ա փոխվել Հայաստանում, թե այդքան էլ շատ չէր։ Ճիշտ ասած, լավ թանկ էր այդ վաղտել Հայաստան, որ համեմատեմ ամեն ինչը զարմացել է այդ բանով։
ժողովուրդը ինչ կարող է ապրի, Երևանում անավանդ, Գյումրի էլի ոչինչ, բայց Երևանի գները մեկ կհամեմատեք Գերմանիայի գներն են ամեն ինչը։ Ու ժողովուրդը դե հայերի մեջ էլի ունպես կան են հայերը, որ ինքնին այդ mindset-ով, որ մտածելով կերպով շատ փակ են էլի։ Սառը։ Հա, որտեվ իրանք մարդկա դե ես Գերմանիայում մեծացել թուրքերի հետ, մուսուլմանների հետ, իմ համար մեկ են, ինչ կրոն ես դու, քուրդ ես, եզդի, թուրք ես, արաբ ես, բանմա, որտեվ մեր համար նորմալ է, ստեղ է Հունաստանը կամ Իսպանիա է, ու Հայաստանը ով որ վայտեմ հետ իրանց հետ չի շփվել ուրիշ ազգերի հետ շատ բանան, մի քիչ կարող է ռասիստական այդ բաները էլի մնացել են։ Հա, որտեվ կամ որ չեն խոսացե, կամ սև են, կամ չգիտեմ ինչ այդ բաները, բայց դիք վայտեմ հիմա մի քիչ փոխվել է ավելի, քանի կեշտա ավելի դեպին լավ, հա։ Իսկ ուրիշ փոփոխություն։ Թեկուզ կյանքի պայմաններից։ Ճիշտ ասած, պես շատ չէ։ Մենակ որ հայերը միշտ ամեն ինչը շատ ճոխ են ուզում, ամենալավը, ամենավերջինը, ամենաբան, ուստեղ Եվրոպայի ժողովուրդը ավելի բան են, basic, ավելի հասարակ, հա, ավելի հասարակ։ Իմ համար պետք չէ ամենավերջի iPhone-ը, ամենավերջի չիրեմ ինչ մոդելը, բայց Հայաստան էլի այդ բանը կա։ Հա։ Ձեզ որն է դուր գալիս, բայց այդ Հայաստանի ճոխությունը թե Չէ, Հայաստանի բանը միշտ ճոխակն է, միշտ ամենաբաները ես չեմ սիրում։ Չէ։ Որովհետև մեր նախորդ հյուրերից մեկը էլի Գերմանիայում էր բնակվում, ասաց որ դեստեղ ոնց որ ամեն ինչը շատ պարզ, տես թեթևի մեջ բան, բայց որ գալիս ենք Հայաստան այդ ճոխությունը գրավում է, էլի, այդ որ շենքերը տարբեր գույնի, sense շքեղ, ամրոցների տեսքով, դղյակներ, պալատներ։ Իմ համար չէ, այդպես կարևոր չէ ճոխությունը, Լաս Վեգաս կամ բան եղել են բանման։ Կարևորը բանն է, այդ ատմոսֆերան, ժողովուրդը, քանց թե շենքեր, սիրուն կամ սիրուն ռեստորաններ չէ, իմ համար չէ։ Հա։ Նույն վերաբերմունքը տոներին էլ եք ցուցաբերում, հատկապես հայկական տոներին, էլի, օրինակ հիմա սուրբ ծնունդ զատիկը պիտի լինի կամ սուրբ ծնունդը նոր տարին, էլի ոնց որ թեթևն եք գնահատում, թե ամեն դեպքում երբեմն կարոտում եք այդ հայկական են ճոխ նոր տարին։ Չէ, դեստեղ է կա ամեն ինչը, հավաքվին հայերը, համերգներ, ու եկեղեցի այդ պատարակ, զատիկի համար, նոր տարվա համար, ամեն ինչն է կա։ Հա։ Դուք շփվում եք բայց մեր հայրենակիցների հետ, տեղի էլի Սփյուռքի հայերի հետ։ Հա, դեստեղ պես շատ չեմ ճանաչում, բայց էլի ծանոթացել եմ, ռեստորան գնացել եմ հայկական, հետո հայկական եկեղեցի եկա, հա։ Հա։ Բայց ես պես չեմ, որ մենակ պետքա պիտի հայերի հետ շփվին, չէ, իմ համար մեկ է։ Հա, արդեն հասկացանք։ Հա։ Հա։ Հայկական եկեղեցի դե կլինի Հունաստանում։ Հա, լիքը, այստեղ շատ հայեր կան, հայկական ռեստորաններ լիքը կան, բաներ, հայերը շատ են, հա։ Հա։ Բարսա։ Իսկ եթե Հունաստանի հետ համեմատենք Հայաստանը, կա ինչ որ մի բան, որ կուզեիք, գիտեք Հայաստանում կա այդ երևույթը ու կուզեիք, որ լիներ Հունաստանում կամ թեկուզ Գերմանիա ապրելուց, որ Հայաստանից վերցնեիք այդ մի բանը, այդ կետը։ Որ ոնց որ կարոտեիք այդ երևույթը։ Հա, դե այստեղ Հունաստան չէ, բայց Գերմանիա սերվիսը շատ վատ է, այդ ամենտեղ որ գնում ես։ Հա, սպասարկումը։ Հա, կամ կաֆե, ռեստորան, Հայաստանում դիք շատ լավ է սերվիսի մոմենտով։ Հա։ Այդ երևի զուտ 21 թվականի գնահատականով, թե միջև 21 թիվը գալներ դուք գտնեք որ Հայաստանում, որ մետեղում կեստած լավ, մարդիկ վրաս կան, կհարցնեն ամեն ինչը, ու Գերմանիայում մի քիչ ուրիշ է սերվիսի մոմենտով։ Ինչ հետաքրքիր է, բայց շատերը են որ մտածում ենք Գերմանիա, ուրեմն всё ամենաբարձրակարգ բանով է լինելու թեկուզ եւ սերվիսը։ Փոխվել է, վեճ մանավանդ էս վեճի 5-6 տարին։ Հա։ Վա։ Չէ։ Ու քանի գնում է ավելի վատանում է, էկոնոմիան, ամեն ինչը, սիստեմը, ինֆրաստրուկտուրան։
Հիմա որ մարդիկ ինչ որ հիվանդություն ա լինում, միանգամից մտածում են, որ պարտադիր ամեն ինչ ձևակերպեն, որ Գերմանիա գնան, Որտեղ բժշկությունն էլ է։ իրանց մտածեն են 2000 թվին, հա, պես է 2005 թվին, բայց հիմի փոխվել է Հա, շատ։ հետաքրքիր է։ Այ եթե համեմատեինք Հունաստանի, դե չնայած 4 ամիս եք մնում, կարող է դեռ չեք մտել այդտենց բաների մեջ, բայց Հունաստանի ոստիկանություն, բժշկություն կամ թեկուզ սպասարկումը դե Իսպանիա շատ լավ է, բժշկությունը այդ որ խնդիրներ ամեն ինչ ունես, ավելի լավ, քան Գերմանիա։ Հա։ Հունաստան դելը բժշկական կարիք չուներ, բայց լավ չէ, համեմատած Իսպանիա, Գերմանիայի, դի պրիվատ ստրախովկա է, որ մի քիչ ավելի լավ է, բայց այդ պետական ստրախովկեն, որ կաշխատես ամեն մարդ ունի, լավ է, ոչինչ, բայց որ համեմատես Իսպանիա, Գերմանիայի, ավելի վատ, հա։ Դե Հունաստանը ամենաաղքատ Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, ամենացածր բաներն են Եվրոպայի մեջ։ Հա, կենսամակարդակով էլի։ Հա։ Աշխատավարձով, այդ ամեն ինչի ինֆրաստրուկտուրով, ամեն ինչով իրանք վերջի բաներն են։ Հա, Ենթադրում եմ ճամփորդություններ շատ եք սիրում։ Չէ, սիրեմ մետեղում երկար մնա, չեմ սիրպես մարդկա տարվա մեջ կեշտա Հունաստան, չէ, Թայլանդ, Բալի պես տեղեր չեմ եղել, հեռու տեղեր, Աֆրիկա պես բաներ չէ, սիրեմ ավելի մոտիկ տեղեր։ Հա։ Պլաններում բայց չունեք, որ ճամփորդեմ, այ կուզեի այս երկրում լինել կամ գնամ մի 2 տարի էլ Չինաստանում ապրեմ, ենթադրենք։ Չէ, ես եկա Հունաստան, որտեղ հիմա Իսպանիայում, Գերմանիայի տան մոմենտը շատ վատ է, այստեղ էլի ոչինչ, մարդ կարա տուն գտնի ու վարձերը համեմատած Իսպանիա, Գերմանիա էլի օքեյ են։ Մանավանդ Աթեն մայրաքաղաքը էլի ոչինչ։ Բայց չգիտեմ, երկար ժամանակով ուրիշ տեղեր Ազիա բանան, մեկ քանի 2-3 շաբաթով հա, բայց 4-5 ամիսով չէ ուզենա մնալ։ Որտեղ շատ տարբեր է։ Այստեղ էլի հայելի լիքը բաներ կան, որ իմ համար նորություն էին, տարօրինակ սկզբից, բայց էլի վերջում Եվրոպայի մեջ է, էլի շատ տարբերություն չէ։ Հա, Այ եթե խոհանոցի թեմային հասնենք, կարոտում եք հայկական լավաշը, մեր հայկական համը, բույրը, թե արդեն ոնց որ մոռացել եք, արդեն ինչ-որ նախընտրած խոհանոց ունեք։ Չէ, դե կսիրեմ, հա, այստեղ է կեստամ հայկական ռեստորան, բան ուտելիքը, կսիրեմ է շատ, հա, հայկական այդ տրադիցիայի բաները շատ։ Բայց նաև այդ երկրների խոհանոցն եք, չէ, ընդունում ամեն դեպքում, միգուցե եւ արդեն հավանում։ Հա, հա։ Ինչ հետաքրքիր կերակրատեսակ կա, որ հայկական խոհանոցում չկա ու ոնց որ զարմացնում ա ձեզ, գրավել ա ձեզ, ձեր սիրելին ա թեկուզ։ Որը նման է հայկականի։ Հա, թեկուզ։ Հա, Հունաստանը։ Հա։ Հունաստանը ամեն ինչով Հայաստանին մոտ է։ Հա, մոտիկ է ու ստեղ էլ ես առաջի երկիրն է Իսպանիա ու Գերմանիայի համեմատած, որ ժողովուրդը չի մտածել ուրիշ ազգի։ Իրանք գիտեն ես հունացի եմ։ Միշտ իմ հետ ես խոսան, դե քիչ սորվել եմ, քանի բաներ գիտեմ, բայց Գերմանիա միշտ ուրիշ ազգ է, միշտ կհարցնեն որտեղից ես կամ սկսեն թուրքերեն խոսալ, արաբերեն խոսալ կամ չգիտեմ ինչ լեզու, միշտ Իսպանիա է, դե իսպանացու նման չեմ սեր։ Միշտ կհարցնեն որտեղից ես, բայց ստեղ ես ինձի բան ուրիշ ազգ չեմ զգա, իմիգրանտ չեմ զգա։ Որտեղ իրանց նման եմ, իրանք միշտ իմ հետ ես խոսան, կալիսպերա, տիկանիս, էսե ու այդ մոմենտին դուրս կուկա շատ։ Հա։ Որ բան, հետո որ սկսեմ խոսալ կամ չեմ հասկանա, կարող անգլերեն խոսած, նոր բան, բայց իրանք պես իմ դեպ, այսպես ռասիստական բաներ Գերմանիա շատ եմ, ինչի ես եկել, ինչ համար եք եկել, պես անկապ հարցեր կամ ժողովուրդը Գերմանիա չգիտե Հայաստանի ինչ է, կամ այդ Ռամադանի վաղտ Ռամադան անում ես, ինչի ես խմում կամ պրիմիտիվ հարցեր։ Հա։ Փորձեք, բայց հունարեն լեզուն ավելի վարժ սովորեք։
Դե բավարար է ձեզ, որ Ինձ անգլերենով պետք ստացվում։ չէ, չեմ ուզում ես հունական գործ բանման, եթե գործս գերմանեն, անգլերեն, իսպաներեն ավելի բան է, իշքան որ կսորվեմ հերիք է, հա։ Հա։ Բայց պլան չունեմ, որ լավ սովորեմ կամ բան, չէ։ Հա։ Կան ինչ-որ տարօրինակ երևույթներ, որ երբեմն մտածում եք, յանը մեզ ինչ բան է, էլի էս մարդկանց մոտ, չգիտեմ, բնավորության ինչ-որ գիծ կամ ինչ-որ երևույթ, որ մարդիկ իրար շփվելուց ձեր համար այդ մի պահը տարօրինակ է թվում, կամ ծիծաղալու է թվում։ Դե իրանք, վայտեմ հայրից բետար օրվա մեջ 10 անգամ կոֆե կխմեն։ Ես չեմ սիրել, հա, կոֆե, վայտեմ Հունաստանը ավելի շատ կաֆե տեղեր կան, քան թե Հայաստան, ցավ աշխարհը վայտեմ Հունաստանն է։ Այնքան ու ծմերը սառը կոֆե, կապ չունի ամառ կամ ծմեր, այն Freddo espresso կխմեն, այն սառը կոֆե։ Որ իմ համար հունվարին, փետրվարին, դեկտեմբերին սառը կոֆե տարօրինակ է։ Հա։ Հա։ Բայց սպասարկման տեսանկյունից ես շատ եմ լսել, որ Հունաստանն էլ ոնց որ այդքան էլ բարձր չի, չէ։ Ինչը։ Սպասարկման մակարդակը էլի, ընդհանուր թեկուզ ռեստորանում սպասարկեն կամ, չգիտեմ։ Նորմալ, Գերմանիայից լավ է, նայած ինչտեղ, բայց վատը չէ։ Ոչինչ, նայած տեղեր, հա։ Հա։ Բայց լավ տեղ է, եթե մարդ չգիտեմ, ապրել տեղ ման գուկա կամ հանգստանալու տեղ, լավ տեղ է, հա։ Հա։ Դե մենակ էլ որ ծովափնյա երկիր է ինքը, արդեն ահագին պլյուս է։ Ու տեղս է մոտիկա 15 րոպե ծովին։ Հա։ Բայց հասցնում եք ամեն օր գնաք, թե որ ասում Եվրոպայի մարդիկ չեն հասցնում։ Ամեն օր չէ, բայց շաբաթը եթե եղանակը լավ եղնի, 3-4 անգամ, հա, տրամվով 10 րոպե 15։ Հա, էլի բան է, էլի։ Էլի լավ է, հա, կանցե Գերմանիա ծրդին ծմերը նստել սախորդան մեջը։ Հա։ Կամ Հայաստանում որ լեռների մեջ ենք ու ծով։ Դե հա, դա մայր ծմերը չեմ սիրել Հայաստան, մի անգամ եմ եղել, եթե կամ դիքցա մայիս հունիսը լավ է ու սեպտեմբեր հոկտեմբերին շատ շոկեին է լավ չէ, բայց ամառը ծմերը մարդկա կսիրեդ նոր տարվա այդ Հայաստանը։ Հա, ես չէ, ցաղորդ ունը նստել ու դե կոֆե նստել էլի տուներ տալ բան չեմ սիրել։ Հա։ Հա, ձեր համար հետաքրքիր կլինի ամառվա սեզոնը։ Հա, ես կսեմ արև ամառային բաները, այդ ծմերային բաներ չեմ սիրել։ Բայց չեք կարոտում այդ մեր հայկական այդ լեռները, չգիտեմ, այդ ինձ թվում է մեր բնությունը ամեն դեպքում ուրիշ ձև է, չէ։ Բայց ես դե շուտ վանից որ Հայաստանում չեմ ապրել, պես ու սա բարեկամներ ծանոթներս մեծամասն Հայաստան մարդ չկա։ Հա։ Չէ, ոչ թե մարդկանց առումով, այլ կարող է չէ լինի ինչ-որ մի վայր գնաք ու ինչ-որ ոնց որ ժայռանման մի տեղ հայտնվեք կամ ինչ-որ մի բան, ոնց որ հիշեցնի Հայաստանը ու սենց հիշեք, որ վայ, ասենք մանկությանս ինչ-որ մի պատկեր եկավ աչքից դեմը, բան, դες ինչ-որ ունենում եք այդ ձևի պահեր, թե որ լրիվ արդեն մոռացված է, էլի։ Ես 5 տարեկան է, որ դուրս եկանք Հայաստանից, շատ փոքր է։ Շատ փոքր եք եղել։ Համար պես չէ, բայց որ Հայաստանը լավ է, ամեն ինչը սիրուն է բանման, բայց իմ սախ հերոս, մերս, աղբերս, տադրս, մորքորց, հեչ մարդ Հայաստան չկա ամայրա։ Էլիս լավ են, լավ կզգամ որ տամ Հայաստան։ Բայց պես չէ, որ հիմա ասաղորդ ամեջ կարոտում եմ Գյումրիս, կարոտում եմ Երևանս, չէ։ Հա։ Բան չկա։ Այդպես որ գալիս եք, օրինակ, ի՞նչն է ձեզ գրավում, էլի, որ գնաք հենց մեր տեսարժան վայրերը դիտեք կամ չգիտեմ, Սևանա լիճը մի հատ գնաք կամ Գառնի գնաք։ Հա, եղել եմ։ Հա։ Գառնի, Գեղարդ, այդ սաղ բաները եղել եմ, հա։ Հա։ Կարևորը ամեն դեպքում հետաքրքրված եք, էլի, ոնց որ կապ չունի, որ արդեն գիտեք, որ միգուցե էլ չեք վերադառնա Հայաստան, մշտական բնակության համար, էլի, բայց միևնույնն է, որպես հայ փորձում եք, էլի, մեր Հա, իմ համար կարևոր է, հա, որ այն միշտ հայրի հետ կապ ունենալ, Հայաստանի ինչ կկատարվի ամեն ինչը, հա, շատ կարևոր է։ Որը մարդկանց տեղ 10 տարի են Գերմանիայում ու հայերեն չեն խոսայել։ Կան, էլի, շատ տարօրինակ։ Հա 10-15 տարի ու հայերեն չգիտեն խոսալ։ Հա։ Տան վերջին հարցս։ Ես ասեմ նախադասություն, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի
կոնկրետ դուք ի՞նչն եք սիրում։ Ես կսիրեմ Հայաստանի ուտելիքը, ժողովուրդը, օդը, Հա։ դեռ ուրիշ ձև է, հա, բնությունը, ամեն ինչը Հայաստանի։ Ինչ որ իշքանը նման է Հունաստան կամ Իսպանիա, բայց էլի ուրիշ ձև է։ Հա, հետաքրքիր է։ Դե ինչ, շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց էր։ Մերսի, ես շատ ուրախ եմ, շնորհակալ։